մի երկիր կվերցնի ֆինանսներով ապահովելու գործը իր վրա, մյուսը դիվանագիտական, իսկ Ուկրաինան զինվորն է լինելու։ Այդպիսի բաժանում եք պատկերացնում, որ Ուկրաինան լինելու է մաս այդ նոր միավորման եւ այդ դերն է վերապահված, թե բոլորն են այնուամենայնիվ իրենց դիտարկում, որ Ռուսաստանի հնարավոր ագրեսիայի մասին են խոսում, հնարավոր ագրեսիայի դեպքում նույն Ֆրանսիայի քաղաքացին գնալու է եւ մասնակցելու է պատերազմին։ Ну, չեմ կարծում, որ պատրաստ լինի հիմա Ֆրանսիայի քաղաքացին այդպես պատերազմին ակտիվ մասնակցելու, խաղաղապահներ որպես այո, գուցե։ Այդ Ուկրաինայի մասին խոսքը գնում է, եթե տեսեք Լավրովը ասում է դուք Նապոլեոնի դասերը չեք մոռացել։ Լավրովը ասում է այն պարագայում, երբ որ պետք է Եվրոպան հարձակվի Ռուսաստանի վրա, Եվրոպան չի պատրաստվում Ռուսաստանի վրա հարձակվել։ Եվ նման մտադրություններ չկա, դա կեղծ վերագրումներ են Լավրովյան, այդ Գեբելսյան քարոզչության հարազատ։ Բայց Եվրոպան ուզում է պաշտպանի Ուկրաինային, հենց նոր ֆաշիստական ըստ էության քաղաքականությունից, որ Ռուսաստանը վարում է Ուկրաինայի դեմ։ Եվ այս պարագայում իհարկե ավելի շատ Եվրոպան կնախընտրեր աջակցել, զինել ուկրաինացիներին, որոնք այսօր կռվում են եւ պատրաստ են կռվել իրենց անվտանգությունը պաշտպանելու համար, բայց նաև դրանով նաև Եվրոպայի անվտանգությունը, որտեղ ինչքան կարողանան թույլատնեն Ռուսաստանն այս ամեն ինչի արդյունքում եւ հատկապես տնտեսական իմաստով, իսկ սանկցիաները գործում են եւ կամաց-կամաց իրենց արդյունքը տալիս են, այնքան ավելի հետագայում կարող են այդ նոր աշխարհակարգը, որ ամեն դեպքում ձևավորվի, ավելի անվտանգամետ լինի, խաղաղությանը միտված լինի, հա, այլ ոչ թե այն ինչ որ պատրաստվում են անել Տրամփն ու Պուտինը, այսինքն ով ուժեղ է նայել ինչ ուզենա անի։ Նոր ալյանսների մասին խոսեցիք, որը հա վերադասավորումներ են գնում, կարծես թե հիմա մենք խոսելու ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի մասին։ Թուրքիան կարծես թե համենայն դեպս Լոնդոնում հրավիրել էին Թուրքիային եւ այս վերջին հրապարակումները Թուրքիայի եկող տեսանք, որ Թուրքիան ասում է, եթե Եվրոպան մեր կարևորությունը այդքան զգում է, ուրեմն նորից նա բարձրացնում է անդամակցության հարցը, ասում է նորից վերանայեք, ինձ վերցրեք, ուրեմն անդամ դարձրեք Եվրոմիության։ Սա մի ճամբար է։ Այսօր բառացիորեն Երուսաղեմ Post հրապարակվել էր հոդված, որտեղ այսինքն հրապարակվել էր Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդագրությունը, որտեղից մենք տեղեկացանք, որ Իսրայելը հաղորդագրության մեջ ասվում է հետևյալը. Իսրայելը ներգրավված է Միացյալ Նահանգների հետ շարունակական քննարկումների մեջ Իսրայելի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջև եռակողմ համագործակցության ամուր հիմքեր ստեղծելու համար։ Այսինքն մեկ այլ վերաշարադրած տարբերակում խոսվում է Միացյալ Նահանգներ, Իսրայել, Ադրբեջան ալյանսի մասին ինչ որ։ Եթե դեռ դա նոր առաջին անգամ ենք մենք տեսնում, որ Իսրայելը ասում է մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, որ Ադրբեջանին վերցնենք մեզ հետ մեկ ալյանսի մեջ։ Ստացվում է, որ Թուրքիան հայտնվելու է Եվրամիության այդ ալյանսի մեջ, իսկ Ադրբեջանը Իսրայելի եւ Միացյալ Նահանգների ալյանսի մեջ ինչ կարող է ստացվել։ Ну, ես հուսով եմ, որ Jerusalem Post-ում հրապարակվածը կամ ամբողջական իրականություն չէ, կամ իրականություն չի դառնա։ Ամենայն դեպս դա գործընթացի սկիզբ է ընդհանրապես նախանշում, որը շատ վտանգավոր է իհարկե մեր համար։ Բայց մյուս կողմից, եթե այդպես լինի, այո, պաշտոնապես ստացվում է, որ Թուրքիան գնում է դեպի Եվրոմիություն, ինչպես որ Հայաստանն է փորձում գնալ, հա։ Իսկ Ադրբեջանը Իսրայելի հետ եւ Իսրայելի աջակցությամբ Նետանյահուի այս դեպքում կոնկրետ ասենք, կարող է եւ հայտնվի շատ ավելի բարենպաստ դիրքերում, եթե այս պրոյեկտը ստացվի։ Ես մի անգամ չի որ ասել եմ, զգուշացրել եմ, որ եթե աշխարհը սկսի բաժանվել Տրամփի առաջադրած սկզբունքներով, այսինքն մերկանտիլ, նյութապաշտական, հանքերի, փողի առումով, հա, հիմքը դա ընդունվի, ով ավելի շատ հանք ունի Տրամփին տալու, նա ավելի լավ դիրքերում կհայտնվի, այստեղ իհարկե Ադրբեջանը ավելի շահեկան վիճակում է հայտնվելու։ Եթե ոչ մի արժեք չունի ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, ազատությունը, այլ նշանակություն ունի միայն հանքերը եւ ազդեցությունները տվյալ դեպքում Իսրայելի, որը որ ֆինանսական էլի ազդեցություն է, որոշ իմունացած տեղեկություններով, որ որոշ իսրայելյան միլիարդատերեր են փրկել Տրամփին մի քանի անգամ այդ բաներից, սնանկացումներից։ Նման պայմաններում
Հայաստանը առավել քան ուրեմն եւ առավել եւս պետք է Եվրամիության հետ իր քաղաքականությունը սերտացման արագացնի եւ դա վերջին հույսն է մնում Հայաստանի։ Եվ կան իհարկե կարծիքներ, որ Հայաստանն էլ քիչ բան չունի առաջարկելու, մենք էլ ունենք հանքեր, մոլիբդեն, ոսկի, այդ սակավ ուրեմն այդ սակավահող մետաղներ, հա, այդ ռեդկազեմելնի մետաղ, չունեմ տարբեր կերպ են դա թարգմանում հայերեն եւ կարելի է փաթեթով դա առաջարկել բանին ԱՄՆ-ի Միացյալ Նահանգների Տրամպին կոնկրետ գուցե դա ինչ-որ էֆեկտ գործի, հա, բայց այստեղ էլ մենք այդ ծավալի հանքեր առաջարկելու չունենք, որտեղ Ադրբեջանը ունի ավելի կարևոր հանքեր, որոնք նավթն ու գազն են։ Մենք մեր հույսը աշխարհագրության վրա ենք դրել։ Հիմա այստեղ կարևոր հանգաման կարող է լինել հայկական սփյուռքը, որը որ Տրամպի համար, եթե ինքը ակտիվ է եւ ինքը կարող է որոշակի դերակատարություն ունենալ Միացյալ Նահանգների քաղաքական գործընթացներում, այդ թվում մյուս տարվա միջանկյալ ընտրություններում կոնգրեսի եւ սենատի, գուցե այդտեղ ինքը զսպող հանգամանքներ, եթե ինքը միտված լիներ նախ եւ առաջ հայկական շահերին, բայց Միացյալ Նահանգների հայկական սփյուռքն էլ այդքան միասնական չէ այդ առումով։ Այնտեղ շատ մեծ է դաշնակցության ազդեցությունը, որը տիպիկ պրոռուսական ուժ է, հա, այսինքն տարօրինակ է հենց այդ ուժին թվում է թե ամեն ինչ ձեռ է տալիս այն ինչ որ հիմա տեղի ունենում ամերիկա-ռուսական մերձեցում, մենք տեսնում ենք նաև դաշնակցության այս վերջի համաժողովների ընթացքում ինչ կարծիք է հնչում, որ շարունակել ապավինել Իրանին եւ Ռուսաստանին, ինչ է դա նշանակում, դա նշանակում է, որ դաշնակցությունը գոնե իր մասով Միացյալ Նահանգներում ոչինչ չի անելու, որ այսօրվա Հայաստանի պետությունը ստանա Միացյալ Նահանգների աջակցությունը, հակառակ ամեն ինչ անելու են, որ այսօրվա Հայաստանի պետությունը չստանա Միացյալ Նահանգների որևէ օժանդակություն, որ այստեղ տեղի ունենա իշխանափոխություն, թե ինչ կկորցնենք դրա հետ, ինչ տարածքներ կկորցնենք, անկախություն կկորցնենք, իրենք չեն էլ թաքցնում, որ թքած ունեն դաշնակցությունը, իր հայտնի շրջաբերականում ասում էր, որ կարևորը բանը Արցախն ու Հայաստանը հարատև են, ոչինչ որ Ռուսաստանի, ասենք, մասեր նույնիսկ կազմեն, ընդ որում հիմա քանի որ Արցախի ուրեմն հայաթափում տեղ ունեցավ եւ այլն, այդ նույնը վերաբերում է միայն արդեն միայն Հայաստանին, չնայած իհարկե խաբեությունը կտարածեն, որ չէ, դա հերիք է կծվենք Ռուսաստանին, Ռուսաստանը sense կվերցնի Ղարաբաղն է կտա Հայաստանին, հələ մի բան էլ ավել, մասիս սարել կտա, այդ ստերը, այդ հեքիաթները միշտ կերակրել են դրանով, չէ, որ կարողացել են այսպես Հայաստանին կցորդ պահել Ռուսաստանի, եւ այս պարագայում իհարկե նաեւ Սփյուռքում այսպես կոնսոլիդացիայի, հայամետ կոնսոլիդացիայի կարիք կա, այսինքն որ Հայաստանը դառնա կարևոր իրենց համար առաջնահերթություն, այլ ոչ թե զուտ դաշնակցությունը իր նեղ կուսակցական շահերով, որը միշտ քայքայիչ ազդեցություն է ունեցել մեր պետականության վրա։ Եվ այս պարագայում իհարկե ես հույս ունեմ, որ Սփյուռքում այդ գործընթացները եւս տեղի կունենան, այնտեղ մենք տեսնում ենք որոշակի ընկալումների փոփոխություն, այդ թվում այսպես ազդեցիկ մարդկանց մոտ, որոնք որ շատ թե քիչ այսպես չեզոք են եղել միջև հիմա, բայց ես հույս ունեմ, որ կամաց-կամաց դա Հայաստանը կենտրոն կոնսոլիդացիա տեղի կունենա եւ ազդեցությունը նույնիսկ եթե Տրամպի հետ լավ հարաբերություններ շարունակեն պահպանել որոշակի շրջանակներ, իսկ դա էլ է պետք իհարկե, որովհետեւ չգիտենք այս ամեն ինչը ինչով կավարտվի, բայց փորձեն հետ պահել Տրամպին այսպիսի Իսրայել-Ադրբեջան ալյանսներից, որը էլի նաեւ Ռուսաստանի համար շահեկան ալյանս է, հա, եթե Տրամպի Միացյալ Նահանգներն է խավորություն անելու, այնտեղ Ռուսաստանի շահերն էլ անպայման հաշվի կառնվեն, այդ թվում կարող է ստիպեն եթե նման ալյանսներ ձևավորվեն, փորձեն գոնե ստիպել Հայաստանին տարբեր ՖՍԲ-ներ բերել Սյունիքում կանգնացնել ճանապարհներին, հա, եւ այլն։